Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Օրը հայրը իր զավգին գուզե ցանկի կարևոր տասը սորվեցնել։ Ոստի ամանի մեջ ճուր գտնե։ Եվ իր զավգին գբերե այդ ամանին դիմաց ու գահարցնե. Զավագս, ինչ կդեսնես ամանին մեջ։ Երեխան, երբ ճուրին գնայի, հստակորեն իր թեմքը գցոլացվի ճուրին մեջ, իր թեմքը գբատկերվի, հետևաբար գսե թեմքս կդեսնեմ հայրիկ։ Հայրը գսե շատ ճիշտ է զավագս։ Աբա հայրը այդ ճուրը գրագի վրա գտնե եւ գսկսի երալ ճուրը։ Հայրը իր զավգին գսե. Հիմա ինչ կդեսնես։ Զավագը գփորձե իր թեմքը դեսնել, սակայն իր թեմքը չերևիր, որովհետև բղբճակները, որ ճուրին է գերան եւ երացման բաժարով բղբճակներ կփարսանան, հետևաբար գխանքարեին, որ երեխան իր թեմքը դեսներ։ Ոստի իր հորը գսե. հայրիկ, գտեսնեմ, որ ճուրը գերա, բայց թեմքը չեմ դեսներ։ Եվ հայրը այդ ժամանակ անոր կարևոր տասը գսորվեցնե։ Գսե զավագս։ Ինչ որ քեզի հիմա ցույց տվի, հետևյալն է։ Փարոյական միտքը, որ երբ սիրտդ հոգիդ խաղաղ են, այդ ժամանակ դու ամեն ինչ կրնաս ցանկին մեջ հստակ տեսնել, բայց երբ սիրտդ հոգիդ բղդոր են, երացած են, փարգությամբ, նեղությամբ, վիրավորանքով, այդ ժամանակ ոչինչ կտեսնես։ Հետևաբար, եթե գուզես ցանկիդ մեջ ամեն ինչ հստակ տեսնել, ապա խաղաղ ապրե, խաղաղության մեջ մնա, եւ այդ ժամանակ պիտի տեսնես ամեն ինչը իր հստակ ցևին մեջ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, իսկապես երբ ճուրը բղդոր է, երբ ճուրը երացման մեջ է, ոչինչ կարելի է տեսնել։ Ճիշտ նույն ցևով, երբ որ մեր սիրտը, մեր հոգին Քրիստոսի խաղաղությունը գործընծուցած է, մենք ոչինչ կրնանք տեսնել։ Ոչ միայն չենք կրնար տեսնել մեր պատկերը ճուրին մեջ, այլ նաև փարգության պատճառով չենք կրնար լսել Աստուծո ցայնը մեր հոգին մեջ։ Փարգությունը, նեղությունը, վիրավորանքը, այս բոլորը սիրելիներ գցկեն, որ մեր կյանքը, մեր սիրտը, մեր էությունը, մեր հոգին բղդորի, բղբճակներ փարսացնե։ Եվ այդ ժամանակ դժբախտաբար մենք կսկսենք խոսել այնպիսի բաներ, որոնք երբեք պիտի չուզեինք խոսած ըլլալ, երբ խաղաղ վիճակի մեջ էինք։ Պիտի առնենք այնպիսի որոշումներ, որոնք վնաս պիտի բերեն մեր անձին, որով խաղաղ ժամանակ մենք այդպիսի որոշումներ երբեք պիտի չառնեինք։ Տեսեք ինչ կսե Հակոբոս դիարնեղբայրը իր քրած նամակի առաջին գլխու 19 եւ 20 համարներուն մեջ։ Հիշեցեք սիրելի եղբայրներս, որ ավելի պատրաստական պետք է լսելու, քան խոսելու։ Թյուրավ մի փորփոքիկ։ Գիտեք թե մեր փարգանալովը չեն կրնար Աստուծո արտար ծրագիրը իրականացնել։ Թյուրավ մի փորփոքիկ, որտեղ փորփոքումը սիրելներ ամեն ինչ կքանթե։ Դժբախտաբար այսօր, երբ գեհդեվինք մեր ազգի վիճակին, կտեսնենք, որ փարգությունը, փորփոքումը դարձած է եւ pedagogan մարդոց, եւ եկեղեցական մարդոց, եւ ընդհանրապես մեր ժողովրդի նկարագրի մաս, եւ ասիգա գխաթարե մեր հայրենիքի անթորության, գխաթարե մեր եկեղեցվո սրբության, գխաթարե մեր ժողովրդի փարորության։ Որքան սիրելներ փարգությունը գլուխ առած կացած է մեր ժողովրդին մեջ։ Տեսեք ինչ կսե դարձյալ այս անգամ Բողոս Արաքյալ Եփեսացիներու գրած նամակի 4-րդ գլխու գգարտամ 26-րդ համարը։ Ինչպես Սամոս 2-ն գսե, նույնիսկ երբ փարգանակ
չլա որ մեղանչեք, եւ փարգացած չմնաք մինչեւ իրիգուն։ Եվ 27-րդ համարի մեջ կսե Պողոս Արաքյալ փնավ արիթ միդակ սատանային։ Սիրելիներ, փարգությունը իրարու նկատմամբ ողը հայոյանից խոսակցությունները արիթ կուտան սատանային, որբեսի մեր ազգային ճուրը, ազգի ճուրը միշտ երացած բահ է, միշտ փարգության բահ է։ Իսկ մենք գիտենք, որ փարգությունը սիրելիներ երբեք ալ փարիկ չբերեր ոչ մեր ազգին, ոչ մեր ընտանիքին եւ ոչ ալ մեր անձին։ Արագած կրկին մեջ 15-րդ գլխու 18-րդ համարի մեջ Սողոմոն իմաստուն գսե փարգասիրտ մարդը վեճ գահանե, բայց երգայնամիդը համբերողը գրիվը գթաթրեցնե։ Դժբախտաբար սիրելիներ այսօր փարգասիրտ դարձած ենք ազգովին եւ ամեն մեկ քայլ մեզ տեպի անթունդ կդանի մեր ազգի խախուդ այս վիճակը գրնա մեզի քանտումի դանիլ Պողոս Արաքյալ սուրբ գրքի մեջ հստակորեն գսե Քաղատացիներու նամակի 5-րդ գլխու 15-րդ համարի մեջ եթե այդպես զիրար վիրավորեք ու փզգդեք ըսկուշ դուք ցեզ պիտի գործանեք ահա սիրելիներ Աստուծո սուրբ խոսքին խրադը մեզի որ եթե մենք այսպես շարունակենք փզգդել իրար ապա պիտի գործանենք մենք մեզի եւ այս բոլորին բաժարը գիտեք ինչ է որ մենք Քրիստոսի խաղաղությունը ճունենք Հիսուսը ասավ Հովանու ավետարանի 14-րդ գլխու 27-րդ համարի մեջ Իմ խաղաղությունս կուտամ ցեզի Իմ խաղաղությունս որ աշխարհի խաղաղութենեն դարբեր է մի խրովիկ եւ մի վախնակ Քրիստոսի խաղաղությունը Քրիստոսի ներկայությունն է մեր ազգը այսօր առավել եւս պետք ունի Քրիստոսի սուրբ ներկայության որբեսի խաղաղություն ունենանք խաղաղություն ունենան գրոնավոր տասակարգի զավակները հոգևոր հովիվները խաղաղություն ունենան pedagogan մարդիկը խաղաղություն ունենան ժողովուրդը այլ խոսքով Քրիստոս ունենանք մեր մեջ եւ աղոթենք սիրելներ որ ինչպես դերը երկինքեն իջավ մեր սուրբ երգիրը եւ մենք այդ վայրը գոչեցինք էջ միածին էջ կմիածնին այս շաբաթ որ մենք Սուքրիկո լուսավորչի բայցողության մեջ ենք սիրելիներ խնդրենք սրդանց որ դերը իջնե մեր հայրենիքին մեջ գրգին անգամ մեր եկեղեցու մեջ մեր pedagoganության մեջ հայոց բանակին մեջ մեր ժողովրդի սրդերու մեջ ամեն մեկ դան մեջ մեր հոգիներու մեջ որբեսի սիրելներ դերը իր խաղաղությունը դա դերը խաղաղեցնե մեր երացած սիրտը մեր երացած փարգությամբ երացած հոգին որբեսի ամեն ինչ լուծման հանգչի եւ ամեն ինչը սիրելներ Քրիստոսի խաղաղությամբ լուծվելով մեր հայրենիքը ահավոր ցնցումները բրգենք հետևաբար սրտանց կաղոթեմ որ իրարու երեսին երբ նայենք իրարու աչքերու մեջ Քրիստոսը տեսնենք երբ փարգությունը մեզ մեհերացնենք երբ ողը պզգդումը իրար մեհերացնենք մեր մեջ հերացնենք այդ ժամանակ է որ իրարու աչքի մեջ Քրիստոսը կտեսնենք իրարու թեմքի մեջ Աստուծո պատկերը կտեսնենք եւ ոչ թե թշնամին եւ ոչ թե չարիքը հետևաբար աղոթենք սիրելներ մեր ազգին համար աղոթենք որ Աստված Սուրբ եւ իմաստուն հոգևոր առաջնորդներ բարգեւե մեզի որբեսի մեր ժողովրդի նավակը այս կյանքի ալիքներուն մեջ չխորդակվի այլ առաջանա թեպի խաղաղ նավահանգիստ Աստված ցեզ արադաբեստողորտնե բարի եւ օրտնյալ օր ձեր բոլորին